Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, Վեդրան տակն եմ տվել, կարմիր ցորենը լցրել, որ հավերից տամ, բայց դեռ մի ժամ կա տալուցը, ես էլ ասի դուս կամ տենամ ինչ եմ անում, մինչև այդ ժամը, լամին Վեդրոն ըստի փետերի գլխին դնեմ, ինքան էլ բարձր դասեցի, բայց դե լավ ա որ շատ կա, ես սիրում եմ սհեբաները, որ ասենք մի գործանելու վաղտը, մի կարևոր բան, մի բարձր տեղ ենք դնում, ես էլ են օրվա կարտոշկի կլեպի տոպրակն ակամին պրծրելա, սենց բաները միշտ թվակում եմ, ետ պետ գնա գալիս էլի, գնա մի շներից վեր թողում մեղք են, քանի օրա վեր չեմ թողել, Կարոտել եք ինձ, դե դուք խաղարեք, ես էլ գործանեմ, գործս շատ ա, հավերն էլ ինձ տեհան, նրանք էլ էտ ավազելով դպայնց եկան համաթե դոշներուն սետքին դեմ էլավ, ուտիշներ ճան, ես տոպրակը դեսնի մի լավ տեղ դնեմ, որ ետ կամին կշե ոչ, լակաց խելոկաց, շատ խելոկ, եկեք ստի ջուրա, սա եկեք խմեցեք, սա ծարավ կլիք, ուշտեք ջուր խմեցեք, ինչ գործ որ մի ուզում եմ անեմ, սիրելի հետևորդներ ջան, վայ զանգիս ռանի, ոգիս առաջում ինգեք, պետք ա համ ձեռնոց բերեմ, համ էլ մի վեդրո, ես երկորը որ թեթևակի շաղեր եկել, դե անձրև ասեմ, ինչ ասեմ, կշերն այգ է ռաուդվիր ենք կենում, տենում գեդինա խոնավա, կարոտել ես, հարեք, ես խուշոր չեմ հվակել, սենց էտ գործը կենում ա, մինչև հավերի գտի ժամը կգա, ես խուշուրը հվակեմ, որ դուրն էլ ավլեմ, բայց ավիլն էլ չի ստի, ձեռնոցն էլ չի ստի, պետք աղինան դերեն, ես մի կրանն ա, դուք էլ վազվզեք, բայց որտիս առաջը մինգի, Սառաչն ես ընգնում, տանին էտ պագեմ, գիտեմ, կարոտել եք, բա հավերն ինչ ասեն, կամ հավերին են բաց թողում, կամ զանգին ու զրանգին, ես ամեն ինչը պատվալ է դրանն էտ, հա, եկել եք, ես պուջուր շունիկնին են սրանք ձեզ չեն նեղացնի, եկեք, ուրեմն սիրելի հետևորդներ չա, ինչա, չէ, սրանք պուջուր թուլիկնի են, եկեք, գործ եմ էլել, տանը չեմ էլել, հա, լատենամ ինչ են, ինչ ֆրակցիա են տալի սրանք, հա, մի մոր թուլենի են, նոր վեր փողի գիտես, չէ, վենց շուն ունեի, էլ չունիմ, հետո էտա սրանք են, սիրելի հետևորդներ ջան, մի րոպե հյուրեր ունեմ, հավիտներ, ակլորիտներ, երկրատիման գորիտ ենք տանում, մացենք անենք, չէ, պարում դուրը բաց անեմ, ես վեր է ջելտին խաղեր, ցելոֆոն եմ առել, որ ես վերևը չոգեմ, որ շեն ցեղ չնի, երկշտինել ածերն շատ, Նարապ ենք պահում, սա խավերից կրում է, աղվեսը բան, ուսկան, մինուտ են խելոքանան, ես կեզ մի լավը տամ, որ կոպոչն ես ուզում, ես սայ քեզ ես եմ ուզում տամ,
սիրուն, հա։ Համել որ պհել ու մար է ստանում, ինքը լավն է։ Այդքան եմ ետից պալտիս չէ։ Ջուրն էլ հետո բերեմ կտամ։ Անուշ, այդքան ուտել, տեն հմի։ Այն էլ ոնց 100 հատ ավել են բա։ Այդ մանտերն են ծուաղ ծոխարվում իս։ Առաջ մի քանի պարտյան։ Տանը սաղ որցակ էլ թե ինչքան են որցակ ծախել։ Հա։ Այն ասկի։ Տան մենք Հա, կա, թել են կրաննը։ Հասրել հետեորդներ ճան։ Ճարապար ենք դրում մեր փոփոչիկին։ Գրմա ուրիշ ընտանիք։ Խիրով բարով ըրնիմ։ Անսելար։ Ապրեք շատ։ Ես այսենց հանենք, որ ակնորներս լավ ծախվի։ Դե իրանց ճանապարհ եմ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ճանապարհեցի իմ հյուրերին, որ իմ գյուղացի էին, եկել էին ակնոր առնելու եւ տարան։ Եղանակը այսենց հրաշալի, մի քիչ առաջ նենց ուժեղ քամի էր, հեչ միտքը չունեի վլոգանելու, բայց հենց այդ քամին կտրեց, դս եկա ու ասի չէ, դրանը գործանեմ էլ ախրը, որ ես ինձանից գոհելիմ, հլա ինչքան սիրուն է այս տեսարանը, խեչի դոշի ես մի կուրը, արևի վերջին շողերը, ընկել է այդ բարձր իմ գյուղի լեռնաշղթայի վրա, ու գեղագիտական տեսարան է բացվել իմ և ձեր առջև, շատ սիրուն է, շատ եմ սիրում, որ անընդհատ նայում եմ դեպի վերև, դեպի երկինք և փառք եմ տալի Աստծուն։ Մի հատ էլ լեռնաշղթայով անցնենք այս կողմերով, մթնում է, գնամ հավերից ջուր տամ։ Ուզեի արդեն վառոտ անցկենամ են մի կուրը, բայց չկարացի էլի, անտարբեր անցկենամ, ասի իմ տխելքու ծաղիքն էլ շանս տամ, գնալով ծաղիկը բացվում է, սիրունանում է, հեսա։ Կարող է էլի մարդելի, որ տե հատ չլի իրա կյանքում, թե տխիլը ոնց է ծաղկում, այս սենց է ծաղկում, այս իմ տխելքու ծառն է, որ իմ վառոտի կշտին է։ Այ հիմա հանգիստ գնամ գործս անեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ճանապարհեցի իրենց, ջուր էլ տամ հավերին։ Այս էլ ձեր դուրը հավիտներ ջան։ Մեծեք, զոր ձեզ դուշ չեմ անում։ Ձերենին վխտում են։ Ես ակամ զրուցեմ, այ սրել է հետևորդներ ջան։ Այս սենց հակլոր ծախել է, այ սիրելիներս, եթե դուք էլ եք ուզում ապա համեցեք։ Քանի որ ինձ տեսու ճանաչ էին, հարմար գնով էլ տվեցի, հենց սիրելի հետևորդներ ջան, մի տեսակ հենց զգացողություններ առաջացան, որ բառերով չեմ կարա նկարագրեմ, անցնենք գործից խոսենք, հա, տեսակ որ իմ աշխատանքի արդյունքը ես ստանում եմ, գիտեմ բոլորդ էլ ուրախանալու եք իմ համար և ուրախ եք, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի շատ մարդիկ իմանան Անուշկայի տեղը, Անուշկայի գործերը իմանան։ Ուրեմն, այսօր պետք է ասեի, որ համետ փետերի խուշուրը հվաքեմ, այսօր եմ առել այդ ցելոֆանի մետրով տոպրակների պես, հենց մի քիչ պնդոտ, առել եմ, որ սենց քաշեմ, մնալով մնում էր, իմ ուզածը չէի ճարում, հետո
դե որ շատ վերջը ձմերն անցկացավ, այս ցեխը նոր ա ուզում չորանա, հիշում եք մի անգամ ասի, որ հետ չնար չկա ստի մտնելու, որ գալիս եմ, խրվում եմ եւ այլն, ինձ դժվար գործեր են ստեղ սպասվում, վերջապես ստեղ մի քիչ չորացել ա, այդ մասին, այդ որ վերևս արկելիս լինեմ, այդ պահին կզրուցեմ, մի խոսքով առել եմ, նաև պիցայի խմոր եմ առել, որ պիցա տխեմ ու պիցա վայել եմ, ակյորություն են անում արդեն, այսենց, թե գնամ այդ խուշուրը հավաքեմ, որ այդ գործս էլ չմնա էլի, թե չէ ճիշտ ա զրուցելը շատ հաճելի ա, շատ, բայց թե պետք ա դրա հետ միասին նայեմ մեր գործերն անենք, որ գործն էլ առաջ գնամ, դե գնանք։ Զանգին ու զրանգին էլի իրանց բումն եմ արել, քանի որ գիտեք, ոնց են խաղանում, հետո ինձ խանգարում են, այս ջրի վեդրոն դնեմ այս մի կռանը, ցորենի վեդրոն է, իրար միջի դրիտի, այնա որ արդեն մտնում ա, բայց լավ ագոն այդ անդեր կամին կտրվեց, որ կամի ալում այդ վաղթը մարդու գլուխա ցավացնում մի ձևի, հետո ասենք ինչքան էլ ուզում ենք կենտրոնանանք, որ գործ անենք, ոնց որ թե պետք է ուժի զառով անենք, այսենց, ինձ լավ զգացի, սիրելի հետևորդներ ջան, ամել ուրախ սրտով գործս անեմ, այս փոց խնել եմ բերել, քանի որ ըստի կարող է էլի պետք կգա, ըստի որ տենում եք, որ մի քիչ ոչ այնքան սիրուն տեսարանա, ասեմ, որ մի 2 տարի առաջ ռեմոնտ էի սկսել, շատ ավազ էի բերել, այս խճաքարա, սա տենում եք, որ սա քարերա, քարախառը ավազա, դա աղբ չի էլի, սիրել հետևորդներ ջան, հետո որ հավերին դուս եմ անում եմ են վաղտ, գալիս են տաղուտերն են անում, այս մի կուրն էլ այդ կամարը որ քանդեցի, դրա քարումարն է, բայց թե այսքան տեղը, դե գիտեք, այն լիկուրը ոնց է ծաղկանոց եմ սարքել, արևներ եմ ցանել, ամփուշմոշի թփեր եմ ցանել, վարդ ու պիոն եմ ցանել, ուզում եմ, որ այս ուղղությունով սենց այդ ծաղկանոցը երկարացնեմ, դա մի քիչ հետոյի բան է, Աստված առաջ տենանք ոնց կստացվի, ավելի բերել եմ, որ այս էտի պետք կգալ, դե այդ օրերին, որ հենց խոնավ էր, այս փետերը չորացել էր, մի կռան ալտիմ, հատիկ, սա այս փետերը հվակել, պետք կնա գալի էլի կրակի աչկումն եմ դնում, անտեղի դե կամ ավլեմ դենած եմ, բայց թե միշտ հենց ենք էլի մենք դաստիրակվել, որ է մանավանդ, որ փող ենք տալի փետ ենք առնում, ուզում չենք էլի, որ դենած ենք, թե չէ դենածելուն, ավլելուն ինչ կա, իսատ կլավիրը կքաշեմ, կավլեմ, հետո մի տալ դատեղ դեն կացեմ, դե ես սկսեմ հվակելը, հլա տենամ ինչքան կարամ, եկա փետա, սա որ կրակի աչկումն եմ դնում, շատերդ կհիշեք, որ փետի պեչ էի վառում, հա, փետի պեչ եմ ասում, ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, շատերդ եք գրել, որ կարոտել եք իմ փետի պեչ վառելուն, պլեճանելուն, մի քիչ սենց գործերից թեթևանամ, այս կարևոր բաները անեմ, հետո դե փետրվարն ամնել կտենանք ձին եկավ, դե հենց մի ցուրտ օր, ավինդախափան օր, այսինքն որ եղանակային պայմանին նենցլի, որ տանը նստած էլիմ, պարապելիմ, հա, պեչը կվառեմ, պլեչ կանենք, հետո դուք ձեր կարոտը կառնուք, տո հլե ես էլ, քանի որ շատ վաղուց հա պլեչ չեմ արել, այն պահից սկսած, որ գազի պեչ եմ վառում, դե հա, ուզում ենք հեշտ կյանքով ապրենք, էտ է էլի ամբողջ հարցը, ճիշտն ասած դե գիտեք էլի, որ աշուր կուրը կարեի ոչ փետ առնում, ճարեի ոչ, ըստի խոտ էլ կա, հլասեք ես ինչ խոտ է,
գրեշից խոտ էի վեր բերել, հրես է նստի այն մի մասն էլ հլե դեսը բերեմ, որ միտս էլի էլի տանիմ բնատեղ սարքեմ, հա, հրես են ես մի լաստակնա մնացել, ոնց էր էլ մորացել էի դրանը, ես եշկովը մին վեր էի բերել, հա, որ կամանց թդարիք հանեմ էլի բնատեղ սարքեմ դուածել, մա հետոստի մորացել էի, հավեր ջան, հավեր, դրնովը մին են արել, մի տեսստի բարձր տեղ դնեմ, կամ էլ ստի դնեմ, որ ետ մորանան, ոչ էլի կարող ակշերը ետ խոնավությունը լի, են ինչ էր հա, մոշահավ թրավ, հա, լավ, մեծացել են մոշահավերը, թմբլիկ, կարալյոք կերած, այդ հենց սիրել հետևորդներ ջան, ես խոտերն էլ կավլեմ կվարեմ դե, դիշտաս դես մանդրը պետերին ախարնվել, ինձ մամի քիչ այս խուշուրը վակելը դժվար է, բայց թե էտա, սա իստի այսքան տեղը որ կտորել են, ըստի ավելի շատ է, դե ես սկսեմ հվակելը, որ գործն առաջ գնա, են իմ սիրած երկն է կամանց երկեմ, սա իտուկի թելա պետք գնա գալի, որ էլի ակլոր ծախեմ, ոտները տուկի թելով կապեմ ու ճամփու դնեմ։ Այսպես գործս հեշտացնեմ, էլի վրա հվակեմ, ենա որ ես խոտը համը հանում է, ես մոշահավեր ես երկն ենք անեմ, սիրում մանավանդ ռավոդեցուրը գնեց, յուրահատուկ երկելով անցու դարձ են անում, կարող է եկուց լավ արևային էլի, այդ Վրաստանի կուրը, ճոճկանի պոպլոզի կրնուց, երկինքը կարմերոտ էլա, հա, բայց թե գործ անեմ էլի, Միշտ է չանց եմ տվել, գիտեք թե ինչքան սիրուն ալում իմ պատկերասրահը։ Հենց վրա կհվակեմ, համ խոտը կհվակվի, համել այդ խուշուրը։ Բարդ գործա, բայց թե պետքա մաքրեմ անպայման, լաստի էլ վակեմ, որ մի գործից մի գործ եմ անցկենում, հենց այդ գործի դժվարությունը այդ քնել հրևում չի։ Հավերն էլ էտա, դե սիրում են, խառն են։ Հավերին մենակ ասես, Գետինը խառն է, խոզից պետ հար են անում, այս թե իրանց միսը համով, ինչ ասեմ որ, ձուն, կղկղում են դես ածու էլ կլին, հմիք ստեր մի քիչ վրա վակեցի, դե ձեզ մա արևում չէ, լի տեսաղցիկը պետք է գրացնեմ, որ երևա, Քանի որ սենց լավ հավեսով վրա եմ վակել, ես կամանց սկսեմ ես խուշուրը հվակելը, բայց կադրից դուրս, որ իրար հետ գնանք, պիցցա սարքենք, սիրելի հետևորդներ ջան, ու ժամանակ ունենամ ձեր հետ սրից հանելու։ Ես մի քրանը շատ էր, մինգամ ես հվակեմ, այս սենց մեծ կտորներով կա,
Ես Ֆեդրո հվաքել եմ արդեն։ Այսքանը հերիք է, սիրելի հետևորդներ ջան։ Մի վեդրո խուշուր հվաքեցի, երես են, ահա։ Այն մնացածն էլ արդեն կաբլեմ, մանդրմունդրը ճիշտ ակա, այս վերևը դնեմ, մի գոնե մի քիչ ես քարերը վրա հվաքեմ, երես էլ այդ խոտի, այդ մնացորդնին դեսը բերեմ ավլիծերով, քանի որ ուզում եմ այս քարերն էլ իրար վաքեմ էլի, որ ռաուդը վիկենամ, գնամ հավերին բան տալու, շներին բան տալու, մի քիչ էլ ախլերև այլի, որ ըստի գործ եմ արել, սենց ավլել ու վախնել, որ այդ դրուժբի թեփիցը, որ Պետեր դուս կա, այս էլ կվաքեմ, որը որ սիրուն էլի, լպատկեն էլ եմ բերել ըստի, գուշ լպատկեն, որ մին այս քարերը վերև լցնեմ, այս պետքի է, էլի, թե խոտ էլ կգնա, ասենք, խոտն էլ ասենք, կամին կքշե, կամ էլ ես վիրկումնիմ, ես էլ էր լավ խուշուր, կրակի աչկումը դնելու, թե այս քարերի միջին, ինչ են գտնում, որ գալիս են, քարերն էլ են խառնում, Ռավակ եմ էլի, փող եմ տվել ես քարն առել, դենք չկարնա, ես շատ պետքի բանա, գիտեն ալչեմ, թե երբ որդի պետքը կգա, շատ լավա, մտնում ահամահա, Այս ինչա, ուզում չեմ ես կամարի քանդածին խառնվի, ես խիճի քարա էլի, ստիրել է հասել, ես դրանց ինչ եմ ասել, հա, կամարիցներ, մաշված, ջարդած ցեմենտի կտորա, որ կամարը հվաքել են, մի վաղտ առաջին 6 քարեր շարեի, բայց թե տեհա չէ, տեղ չի դրանց տագնանում, այդ 6 քարերը ուրիշ տեղ պետքն եկան տարա, այս է ձեռով տիմ լցնել, խոժորա քարերնա, թե ոնց էլ կարում են այդ իրանց մանդրը տոտիկնովը ծիրուցան անեն է, ես էլ ախուշուր սայ, աչկիսս տիել լպատկով անեմ, ինչ արի լպատկեն, վրա վաքեմ, և ոնց հասի, քանի որ մտնեց, սիրելի հետևորդներ ջան, կադրում լավ չեմ երևում, ես առանց կադրի մի քիչ էլ գործ անեմ,
Սիրելի հետևորդներ ջան, մի քիչ հոգնած եկել եմ տունը անմիջապես, Սառնարանից այս համովությունները հանել եմ պիցցայի համար։ Այստեղ մացառելա պանիրն է, որ այս օրերին պահում էի հենց պիցցայի համար, դեռևս չեմ բացել։ Այստեղ հավիդոշ էի եփել, նույնպես Սառնարանում պահել։ Բերել եմ մանր թթուվարուն, 3 տեսակի զեյթուն, 3 գույնի։ Այստեղ բալզամիկ, որը նույնպես շատ համով է լինում պիցցայի հետ, հատուկ մսեղենների համար է սա։ Կլասիկ կալվե մայոնեզ եւ մնում է ինձ գնամ խմորը բերեմ Սառնարանից։ Այս է պիցցայի խմորը, սիրելի հետևորդներ ջան, ահա, շատերի ծանոթ, դամաշնիկ ֆիրման է։ Ճիշտ է, մեր գյուղի փռումել են պիցցայի խմոր պատրաստում, բայց չգիտեմ, ես ավելի շատ սա եմ հավանում։ Հազիվ էստեղ եմ, ասեմ, որ այսօր շիրակի եմ գնացել նաև, հասցրել եմ շիրակս թարմացնել և մետալիկ կապույտ եմ ներկել այս անգամ։ Շատ նման է գիշերային աստղազարդ երկնքի։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, նաև կարճացրել եմ եղունգներս, քանի որ գարնագործերը բացվել են, որին չխանգարի։ Հիմա, բայց մի հատ կոֆե եմ ուզում եփել։ Բաժակներ եմ մոտեցրել, այս մի կողք, հենց այսպես, բայց նաև մինչև կոֆե եփելը միացնեմ ջեռոցը։ Միանգամից 200 աստիճանի տակ թող տաքանա, այս որ աղմկումը սա ֆռռիկն է, հիմա պտտեմ, որ վերև ներքև տաքանա։ Այ հիմա հանգիստ կոֆես կեփեմ։ Ճիշտ ասենք երեկոյան ժամը, բայց թե շատ մարդիկ կան չէ, որ ասում են ուշ ժամի կոֆե չեն խմում, այդքան էլ ուշ չէ, սիրելի հետևորդներ ջան, նոր եմ մտնել, ես էլ որ այդքան գործ արեցի, ուզում եմ որ անպայման կոֆե խմել, հատկապես որ աշխատանքից եկատուն, չեմ հասցրել կոֆե խմել։ Այս էլ է պատահում, որ չեմ հասցրել, քանի որ դե գիտեք, գործերս արդեն գնալով շատանում են, հետո պահել գալիս է, ասենք, կարևորում եմ, ասում եմ ավելի լավ է, այդ պահին ես գնամ գործս սկսեմ, ընթացքում կոֆե կխմեմ, հետո որ եկան աքլոր առնելով, ճիշտ է, իրանց էլ հրավիրեցի կոֆե խմելու, բայց հրաժարվեցին, այդ հենց սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ մեր հայ ժողովուրդը նաև շատ հյուրասեր է և անպայման նաև տուն ենք հրավիրում, մինչև իմ կոֆեն կեփի, ես այստեղ կպատրաստեմ, պատրաստություններ կտենամ, կքերեմ մոցարելա պանիրը, հավիդոշը կպզգտեմ, ինչ պետք է կհանեմ, որ ջրքանվի ու կսկսեմ արդեն շարել։ Բայց միայն ու միայն կոֆե խմելուց հետո, սիրելի հետևորդներ ջան, նաև այդ ընթացքում շունչ կառնեմ, կհանգստանա, որ կարողանա էլի հավեսով, բարձր տրամադրությունով այս ուտելիքը պատրաստել։ Այդպես։ Այս րոպեների ընթացքում չի խանգարի, որ Սառնարանից դուրս է և նորից այստեղ եմ կողնում, սպասելով իմ կոֆեի եփվելուն։ Դե գիտեք, որ այս ջազվայի մեջ արդեն շատ շուտ է եփվում։ Աչքիս դեմը թափվեց կոֆեն, սիրելի հետևորդներ ջան, ու իմ համար նորից գործ բացեց։ Ու ոնց սիրում ենք ասել, թափված կոֆեն համով է լինում։ Այսպես, կվայելեմ, հետո այստեղ կսրբեմ ու նոր գործս կսկսեմ։ Ասեմ, որ առանց ոսկորի դոշն է, սիրելի հետևորդներ ջան, ոսկորով դոշը, որ վերցնում եմ, սենց այսքան էլ թել-թել չի լինում, ինչ-որ առանց ոսկորի դոշն է, հավի կրծքամիսը, տնականի նման է, ուզեցի ձեռով անեմ, քանի որ ձեռի արածին ոչ մի բան հասնել չի, այս ինչ լավն է, շատ եմ սիրում, որ այս հենց մի հատ պտտում եմ, ինքը բացվում է, ու արդեն այս հենց թել-թել,
Եթե բլենդով անեի, շատ էր փշրելու, ուզում էի, որ իմ պիցայի երեսին այսենց թել-թել լինի։ Չնայած այսքանը ինձ թվում է շատ է, էսա կշարեմ, կտենանք էլի։ Այդտեղ զեյթունը բանը հանել եմ վարունգը, այս կարմիր զեյթունները, ահա, գույնը, ջրի գույնը կարմիր է, բայց ինքը հեչ էլ կարմիր չի, բայց թե համը լավն է։ Սև զեյթունը հանեցի, որովհետև այդ կանաչ զեյթունը, քանի որ ստեղ մեծամասնությունը սպիտակ մասսա է լինելու, ուզեցի, որ սև զեյթունները երեսին շարեմ։ Ամեն դեպքում այսքանը սենց կբացեմ, թել-թել կանեմ, ինչքան կգնա մնացածն էլ էլի կարամ պահեմ, չի խանգարում, սունկ էլ ունեի, սառնանում մտածեցի, սունկ էլ բերեմ շարեմ, բայց քանի որ դեպի երեկո ենք գնում, ինչ որտեղ էլ չնայած վնաս չի, եթե մարդը խորժակով մի բանը ուտում է, ոչ մի բանն էլ վնաս չի լինում, սիրելի հետևորդներ ջան։ Ամեն դեպքում սունկն էլ հաջորդ անգամ ես իմ գործն անեմ, ահա, գիտեք, որ մի քիչ ժամանակատար է, ջեռոց արդեն տաքանում է, պետք է նախապես լավ տաք լինի, որ մեր արած ամեն մի բանը, ասենք կապ չունի պիցա է, թե խմորեղեն է, թե ինչ է, լավը լինի։ Մի խոսքով հենց այս մասով էի ուզում ձեր հետ կիսվել, ցույց տալ, որ առանց ոսկորի հավի կրծքամիսը շատ լավ թել-թել է լինում։ Այսենց հավիսով մի հատ էլ մոտեցնեմ, այս ձևով լույսու ստվերը երբեմն չի թողնում, ահա սիրելի հետևորդներ ջան, և շարունակեմ, հաստատ է շատ լինելու, մի փոքր հետ կքաշեմ, ահա սա մի կողմ արդեն, մի հատ մատերը սրբեմ, կտոր կա այստեղ, ահա իմ կապույտ կտորը, ինչ շատ է պետք գալի այստեղ, չնայած անձեռոցիկը նույնպես այստեղ է, հետո բացեմ, ու արդեն ես էլ ձյորկեմ, քերիչով անցկացնեմ, քանի օրա ուզում էի, որ պիցա անեմ, այս պանիրը միշտ չի, որ խանութներում լինում է, ասենք, շատերն են առնում տանում ու վերջանում է, հետո դրանից հետո պիցայի խմորը չկար, այս մոցարելայի մասին որ բան պետք է պատմեի, չեմ մոռացել, դա էլ կպատմեմ, բայց ոչ հիմա, քանի որ դրա հետ նաև պետք է գործողություններ կատարեմ, բան ունեմ դրա հետ կախված ասելու, դրա համար էլի հետաձգում եմ այդ հավես պատմությունը, ես ինչ լավն է, շատ եմ սիրում, այստեղ սրա վրա կքերեմ, այս արդեն այս կողմ, ուզեցի ձեզ էլ հավեսի բերել, սիրելի հետևորդներ ջան, այսենց, նախապես պետք է քերիչով անցկացնենք, որ հետո շարելու ժամանակ արդեն հեշտ լինենք, այս ու այն կողմ չթափվի, անցած անգամ որ տնական պանիրով արեցի, այդ պատճառով էլ մի քիչ սրտովս չէր, այսենց, հավեսով, սյո, արդեն պիցայի խմորն եմ ուզում հանել, նորմալ չափա, ոչ մեծա, ոչ էլ փոքրա, բարալիկ, ծակոտկեն, հիմա մայոնեզ, բացեմ, մեծն եմ վերցրել, քանի որ մեկ պետք է գալի, ուզում եմ տանը լինի, ինքը ժամկետի մեջ է, իհարկե եզրերին չենք կսում, որ կարմրի ու մատերի համար բռնելը հարմար լինի, օգտվելու ժամանակ։ Հավի դոշը շարեմ, շատ դա երկու դոշը, թե ավելի լավ, մի քիչ առատ, չի խանգարի։ Հավի դոշը այսենց առատ շարել եմ, հիմա վարունգի թթուն, այսենց, արդեն այստեղ այնտեղ,
մեկ էլ պատահում է, որ երկարությունով եմ կտրում, այսենց մեջտեղից կիսում եմ ու դնում, բայց սենց կլոր եմ ուզում այս անգամ։ Միշտ էլ ուտելու հարցում մի քիչ քմահաճ ենք լինում, չէ՞։ Այսենց հավիսով։ Վլոգս երկարում է, սիրելի հետևորդներ ջան։ Բայց գիտեմ, որ սիրով եք դիտում և նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։ Չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, տարածել և ջերմ տողեր ուղարկել ինձ։ Ինձ թվում է պանիրն էլ եմ շատ քերել, մի քիչ նկարչություն անեմ։ Արդեն շարել եմ պիցցայի համար, ինչ որ պետք է, զեյթունները, այսենց էլի առատ, պանիրը առատ, հավիդոշը առատ, մի խոսքով, առատություն։ Իսկ այս եզրերի լավ կարմրելու համար, եկեք մի հատ խորամանկ քայլի դիմենք և շատ զգուշորեն պուսայող տարածենք։ Այսենց, ես նախապես այստեղ իմ մոտ պատրաստել էի, փոքր ափսեի մեջ, թաթախում եմ և եզրերին քսում։ Ինչքան էլ քիչ քսվի, էլի լավ է։ Արդեն տանենք դեպի ջեռոց։ Կենտրոնական մասում։ Եվ անհամբեր սպասենք արդյունքին։ Պիցցան արդեն եղել է, կարմրել է։ Անուշպունն էլ դավացվել է։ Ջան, այսենց, պանիրը ոնց է հալվել է, իսկ իսաբաց թողնեմ ու արդեն կտրենք, դանակով եմ ուզում կտրել, ոչ են ռոլիկով, չի կպել, եզրերը լավ, կարմրել է, խրթխրթան, սկզբից միշտ սիրում եմ խաչ քաշել, տեսնենք այս անգամ պիցցան ոնց է լինելու։ 4 մասի բաժանելուց հետո ևս մասերի բաժանեցի, արդեն համտեսել եմ, իմ ցանկալի արդյունքը ստացել եմ, շատ համով է, տակը նույնպես կարմիր է, ահա տեսեք, և արդեն սա էլ վայել եմ, բոլորիս բարյախորժակ և մինչ հաջորդ վլոգ, սիրելի հետևորդներ ջան, միշտ համով բաներ կերեք և առողջ եղեք։